Տեսեք, նաև բերքատվության մակարդակը, սա ծառի համար համարվում է ծանրաբեռնված։ Ազատավան գյուղում գտնվող կեռասի ինտենսիվ այս այգին մինչև անցած տարի լուրջ խնդիրներ ուներ։ Ծառերի աճը դանդաղել էր, տերևները չորացել, իսկ պտուղը դարձել էր մանր ու նվազ։ Տնտեսվարողը, որ լուրջ ակնկալիք ուներ 13 հեկտար այգուց, առայժմ սպասված ծավալը չի ապահովել։ Տարեկան մոտ 30 միլիոն դրամ են ներդնում, նույնիսկ ծախսածած չի անում։ Այգու լեզուն չհասկացավ անգամ արտասահմանից հրավիրված մասնագետը։ Իսկ սկզբանե մեր գյուղատնտեսը եղել է Գերմանիայից, որը ուրիշ տարբերակ մեզ առաջարկեց այգու աճեցման եւ թունակի միտկատների։ Ոնց որ այդպեսին մենք լավ արդյունք չտեսանք, այսինքն ստանում էինք բերք, բայց ոչ շատ լավ որակի։ 2022-ին ամբողջությամբ ցրտահարության պատճառով բերք չունեցանք, առաջի տարին որ պետքա բերք ունենայինք, չունեցանք, 23-ին ու 24-ին մենք ունեցել ենք գիլազ, բայց ոչ լավ որակի։ Այս տարի նոր մենք արդեն լավ որակի գիլազ ունենք։ Այգին բուժելու եւ որակյալ բերք ստանալու համար տնտեսվարողին օգնել է հայկական Զուլալ գիտաարտադրական ընկերությունը իր ստեղծած բուժանյութերով։ Գարնան սկզբից թիմն արդեն այգում էր, ծառերը ճիշտ էտելու խորհուրդներով եւ օրգանիկ բուժանյութերով։ Այգին մի լավ ախտահանելուց հետո պարարտացրել էին եւ սնուցել սեփական արտադրության կենսաբանական եւ բուսական հեղուկներով։ Արդյունքը զարմացրել է։ Ես արդեն 8 տարի այս այգին մշակում եմ, ես 8 տարվա մեջ ցած բան չեմ տեսել, էլի։ Հողն ախտահանող հիվանդությունները կանխարգելող եւ պտղին յուրահատուկ փայլ տվող հայկական բուժանյութերը անհրաժեշտություն են դարձել ազատավանցի ֆերմերի համար։ Սեփական փորձից է համոզվել, օրգանիկ կենսանյութը խթանում է առողջ եւ քաղցրահամ կեռաս ստանալ։ 15 լիտրին ավելացնում ենք այս օրգանահեղուկը ու սրսկելու ենք տերևայինով։ Եթե մենք արդեն իսկ ունենք արձանագրված, այս փայլը, այս գունային պիգմենտը, սա նշանակում է, որ ծառատեսակը իր սորտային առանձնահատկությունները հաշվի առնելով ֆիզիկապես ի վիճակի է եւ հնարավոր է ունենալ։ Այստեղ ամենակարևորը ճիշտ պարարտացումներն ու սնուցումներն են, որոնք որ կբերեն սննդատարերի, սննդանյութերի գրագետ, ճիշտ եւ համաչափ սինթեզման կամ յուրացման արդյունքում այսպիսի արդյունք։ Խոշորահատիկ բերք ստանալու համար պարտադիր չէ առատ պարարտանյութ օգտագործել, ասում է երիտասարդ գիտնականը։ Կարևորը ճիշտ տեխնոլոգիան է, որ ժամանակին կիրառելու դեպքում բույսը 95%-ով կկլանի կենսական հեղուկը։ Ոչ թե էական է, ինչպես որ տարածված է Հայաստանում, շատ պարարտացնենք, շատ ջրենք, շատ գումար ծախսենք, վատնենք, այլ փոխարենը ծախսենք գրագետ, տարբերակենք ծախսը ներդրումից, որպեսզի ունենանք այն արդյունքը, որը որ արձանագրվել է մեր կողմից սպասարկվող այգիներից կոնկրետ այս մեկում։ Միայն թե եղանակի պատճառով բարձր բերքատվություն ապահովել չի ստացվել, եղած կեռասներ ծանոթ բարեկամներով են հավաքում շուկա առաքելու համար։ Ի տարբերություն ավանդական կեռասենիների, ինտենսիվ այգու բերքահավաքն անհամեմատ հեշտ է, ոչ սանդուղք է պահանջվում, ոչ ծառ բարձրանալ։ Այսպես ավելի հարմար է հավաքելուն, ամել աստիճաններով դե մի քիչ դժվար է, մինչև բարձրանաս, իջնես, այսպես ավելի արագ է ստացվում։ Ազատավանցի ֆերմերն այս տարի 10-ից 15 տոննա կեռաս կհավաքի, արտահանելու համար լուրջ ակնկալիքներ ունի հաջորդ տարիներից, իսկ մինչ այդ կբավարարվի ներքին վաճառքով։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։